Երջանկահիշատակ երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդին Ռուբենը և հարսը Մերին երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ Մերին հղի է։ Նշենք, որ զույգի առաջնեկը կրում է սիրված տատիկի անունը՝ Վարդուհի։ Այդ մասին Մերին հայտնել է սոցիալական հարթակներում նստեր հետ ջերմ լուսանկար հրապարակելով։ Star News-ը շնորհավորում է զույգին բարի լուրի կապակցությամբ։ Իսկ Star News-ը ձեզ ներկայացնում է նաև աստղային այլ նորություններ։ Երգիչ Արամեի կինը Աննա Թովմասյանը սոցիալական հարթակներում շարունակում է ակտիվորեն հրապարակումներ կատարել, այս անգամ որդու հետ։ Star News-ն առանձնացրել է տեսանյութերը, առաջարկում ենք դիտել դրանք։ Իմ սեր։ Մարատ։ Իմ լավ տղա։ Իմ ուժեղ տղա։ Ասում ես ինչ ես սիրում, երբ քեզ ասում են։ Էսի սիրուն ես։ Մարատին մարդիկ տեսնում են ու ասում են Մարատ, ես ինչ սիրուն ես։ Մարատն ասում մաման, ինձ եմ սիրում, որ ինձ ասում են ես ինչ սիրուն ես։ Հայն տղա։ Հայն սիմպո կուկլա։ Չեմ ուզում իմ սեր։ Համովա։ Շոումեն Արամ Մելիքյանը սոցիալական էջերում հայտնել է, որ առաջին անգամ մեկնում է հանգստի։ Instagram-յան սթորիի շրջանակներում Արամ Մելիքյանը խոսել է նաև նոր նախագծերի և ծրագրերի մասին։ Առաջարկում ենք լսել նրա խոսքը։ Հանգստի միջերկրական ծով եմ եկել, նախ ասեմ, որ ասում եմ մեկ պետք է պես բան անել վերականգնվելու համար աշխատանքի ծանր շրջանից, բայց հիմա մի հատ ուրիշ բան եմ էլի ուզում ասեմ, ուրեմն 40 րոպե 8-ից կես նոր Արմգեմսն է սկսվում, որտեղ առաջին անգամ բավականին շատ գժոտ մարզիկներ են Արսեն Հարությունյանի գլխավորությամբ Եվրոպայի քառակի չեմպիոն։ Նաև չգիտեմ, նկատել եք, որ Սերոժն էլ է, Սերոժանն էլ է, TNT-ի գիժը զռիվ են, որ ասում են ինքն էլ է եկել, Ռաֆն էլ է Բուֆալո միացել, են որ այս 3 գժական մարզիկները, չեմ ասում լյովը, մեր կուլտուրիզմի, այսինքն միշտ մեր մոտ ավելի շատ եղել են բլոգերներ, դերասաններ, այս անգամ մասնավորապես հենց այս Արմգեմսում նաև մարզիկներ կան, պլյուս հետևորդների թիմում էլ 2 մարզիկ էլ այնտեղ ունենք, աշխարհի բասկետբոլի չեմպիոն Մարիամն է, Հարութն է, որը նույնպես թե MMA-ի մեջ է, թե որպես դերասան է, մի քիչ գժական խաղեր ասպասում, ասում եմ կարելի է այս Արմգեմսը կարելի է փոխել գժական խաղեր դնել։ Մեկ էլ մի հատ կարևոր բան, որ նայեք մի հատ արձագանք եք, ինձ հետաքրքիր է այս նոր ձևը, որտեղ ավելի շատ ասած ինտրիգային լարվածությունները, դες ոնց ինչ կարծիք ունեք, էլի, որտեղ ոնց տեսնում եք անընդհատ ինչ-որ բաներ է փոխում, մասնավորապես սիրախաղը ավելի դրամատիկ էր, ավելի ընտանեկան էր, ավելի ապրումային էր, այս Արմգեմսը ոչ թե ինքը ավելի շատ խաղային, այլ ավելի շատ sense սպարինգներն ավելի շատ են, էլի լինելու, շատ են ստիկեր լինելու, շատ են մարդիկ իրար նեղացնելու եւ վնասելու։ Նենց որ սպասում եմ ձեր արձագանքին ու նաեւ նորից հիշեցնում եմ, որ նորից այս Արմգեմսի հաղթողը տուն է տանելու ավտոմեքենա։ Այս անգամ նվերը տալու է Արմենի հեռուստաընկերությունը։ Սպասելու եմ ձեր արձագանքին։ 8:30 միացեք մեզ։ Երգչուհի Սիրուշան երեխաների մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ փոքրիկ Զաբելը բարկացրել է եղբորը, ապա հենց ինքն էլ նեղացել եղբորից։ Սա կանացի եւ աղջկական իրավիճակ է։ Հրապարակմանը կից նշել էր Սիրուշան։ Զվարճալի հոլովակը առաջարկում ենք դիտել հենց այս պահին։
Դերասանուհի Լիանա Վանոյանը կրկին վիրահատական միջամտության է դիմել։ Այս անգամ վիրահատել են նրա կոպերը եւ ինչպես պարզ է դառնում Լիանայի հրապարակած հոլովակից, հետվիրահատական շրջանը բավականին դրական ընթացք ունի։ Հիշեցնենք, որ դեռ 3 տարի առաջ դերասանուհին բարիատրիկ վիրահատության էր դիմել ու այդ մասին խոսելով նշել հետևյալը. Այս վիրահատությունը հրաշք բանալի չէ, սա օգնող ուժ է նոր կենսակերպ կերտելու, չկա հեշտ ճանապարհ, ես անկեղծ եմ ասում, նշել էր դերասանուհին։ Առաջարկում ենք դիտել այն տեսանյութը, որով նա կիսվել էր այսօր։ Բասեին, կուզեի գնայի բասեին, մտնեի բասեին, տենայի բոլորը տերևով են, մենակ ես եմ իմ կապած կուպալնիկով եկե, բոլորը բիկինիներով, բան, սենց կոմպլեքսավորվեի, գնայի պատի տակ նստեի, մեկի տենայի բառում են, մի Ապոլոն, մի Պոսեյդոն, գծած, ասեի վսյո սատ, դուպտի ուշադրություն գրավես, հելն է եկնեի բասեինը, սենց խեղտվեի, այդ տղեն գարին ձոքներ, գժվեի, հաջորդ օրը արդեն լրիվ բաց սենց կուպալնիկով, սենց բարակոտ գնայի նստեի, մատ սենց կոկտել վերցնեի, սենց աչքերով իրան նայեի, ուշադրություն չդարձներ, ավելի շատ կողքից տղեկին ուշադրություն դարձներ, գժվեի, ասեի չի ծնվեմ մեկն, ով սաթոին մերժա։ Գայի գիշերը տուն, մտնեի էջը քչփորեի, հասկանայի, որ այդ տղեն տղեկի ասիրում, քորու փոշման գլխից տայ ասեի սաթո, անկապ տեղն է խեղտավոր, այդպիսի աստապատ ծերեմուզում տենչում, Լրագրող Արուսիկ Տիգրանյանն էլ հրապարակել էր նոր տեսանյութ ընկերների մասնակցությամբ, ինչպես միշտ Արուսիկ Տիգրանյանի ընտրած ոճը քննարկումների երբեմն նաև քննադատությունների առիթ է դարձել, իսկ Արուսիկը դրանից ոչ նեղվում է, ոչ էլ որևէ մեկնաբանություն տալիս։ Star News-ը ներկայացնում է տեսանյութը։ Պատրաստ եմ ռեյվի գնալ, ահա այսպիսի աութֆիթ ունեմ եւ այս տոպս ուղղակի ցեպը չկարողացա քաշեմ, հեսա Եվան կքաշի, մի հատ խնդրում մեյքափս հա գնահատել, ես եմ արել եւ ընտրել եմ այս ակնոցը երեկվա քվեարկությունից հետո ասեք որ սենց cool Երկու թերնենք մենք սիրո Եվ լասում ենք միասին Այս կյանքի ճարահետո Հայ, կարող մի հատ վարորդից ներողություն խնդրես Ինչի համար Այս կատարման Աստվածների